երեխաների պարագայում սկսած մանկապարտեզից ի վերջո նաև երգը երգել սովորելը կրթական process-ի շատ կարևոր մաս է եւ կարծում եմ որ ընդհանրապես եւ ուզում եմ ասեմ հարգելի գործընկերներ այս որոշումները եւ այս նրբություններով այս որոշումներին մենք հանգել ենք գործնական կյանքում հանդիպած իրավիճակների բերումով եւ իհարկե նաեւ սա չափազանց կարեւոր խնդիր է մեր պետականության գիտակցման եւ պետական ատրիբուտների պահպանման եւ զարգացման տրամաբանությամբ եւ մեզ քաղաքացիներից պետական կառավարման համակարգին պետության նկատմամբ դիրքավորվելու տրամաբանությամբ այո տրամաբանությունը շատ պարզ է որովհետեւ պետական մարմնում այն միջոցառումներում որտեղ պետքա լինի օրհներգ իհարկե սա չի ենթադրում որ բոլոր միջոցառումներում պետքա օրհներգը հնչի կամ միջոցառումներ որտեղ հնչում է օրհներգը կամ միջոցառումներ որտեղ չի հնչում օրհներգը բոլոր միջոցառումներում որտեղ պետքա հնչի օրհներգը պետքա հնչի կենթանի կատարմամբ սա նշանակում է մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր երգչախմբեր նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր որպեսզի նրանք այդ կատարեն որովհետեւ հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց եթե տենց միջոցառումը որ օրհներգը պետքա հնչի նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաեւ ունի կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի նվագախմբերի եւ սա նաեւ ամենևին էլ երկրորդական չեմ համարում նաեւ որոշակի ֆինանսական հոսքերի վերաուղում է դեպի մշակույթի եւ արվեստի ճյուղեր որպեսզի մարդիկ նաեւ զբաղվածության այս էլեմենտով նաեւ մշակույթի ոլորտում երաժշտության զարգացման ոլորտում ներդրում է եւ ուզում եմ ասել ընդհանրապես վերջերս առիթ ունեցել եմ խոսելու այն երկրներում որտեղ երաշտական մեծ եւ համաշխարհային նշանակության ժառանգություն է ձևավորվել այդ երբ որ այդ երաշտության զարգացման պատմությունը ուսումնասիրում ես գնում ես հանգում ես պետական եւ ոչ միայն պետական արարողակարգային միջոցառումների մեջ այս էլեմենտների ներդրմամբ, որը իր հետ ստեղծագործական process-ներ է հարուցել եւ այդ ստեղծագործական process-ների բերումով նաեւ մշակույթը, արվեստը, երաժշտությունը զարգացել է։ Մնացած դեպքերում, որը չի վերաբերվում, ել չեմ ասում, որ իսկ ինչի չեն կարող պետական երբ որ մանկապարտեզների եւ դպրոցների դեպքում ասում են, որ կարող են կատարել կարող են լինել նաև պետական հիմնարկներում կարող են նույնպես խմբեր լինել, երգչախմբեր լինել, որոնք կարող են պետական օրհներգը կատարել եւ դա կարծում եմ շատ գեղեցիկ կլինի, իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության եւ տաղանդի հարց կա, բայց այս էլ մի հարց է, որը կարծում եմ եւս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ չնայած պակաս գնալով ավելի ու ավելի պակաս միօրինակ ինչ վերաբերվում է այլ կառույցներին այս դեպքում մենք ստանդարտ ենք սահմանում որ պետքա միացվի այն ձայնագրությունը որը պետական ստանդարտով սահմանված է եւ տեղադրված է պաշտոնական կայքերում դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է եւ սա էլ մենք պրակտիկայում ունեցել ենք, որովհետեւ ընդհանուր պետական միջոցառումների ժամանակ սկսած արագությունից վերջացրած ամենատարբեր տեխնիկական դետալներով երբեմն այնպիսի տարբերակներ են միացվել, որ ուղղակի որևէ կերպ հարիր չէ պետական միջոցառմանը եւ ընդհանրապես պետական օրհներգին։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր որոշում է, այս էլ այն դեպքերից է, որ դեպի այս որոշումը եւ այս որոշումները շատ երկար ճանապարհ ենք անցել, ընդ որում շատ երկար ճանապարհ անցել ենք, որովհետեւ հարցը շատ զգայուն է, ընդհանուր հիշում եք, մենք հիմա օրհներգի տեքստում որոշակի փոփոխություններ արեցինք եւ ակնհայտ է, որ դա ճիշտ եւ փոփոխություններ եւ հասունացած փոփոխություններ, որովհետեւ հիմա մեր օրհներգը ավարտում է թողմիշտ Պանծա Հայաստան բառակապակցությամբ նախադասությամբ, որը եւ տրամաբանական է